Իմ իրավունքները միանշանակ շատ անգամներ են խախտվել, կարծում եմ իմ կարծիքով դա նաև գալիս է նրանից, որ ես ունեմ կրոնական դիրքորոշում զինծառայության չգնալու։ 2020 թվականի ձմեռային զորակոչին ենթակա եմ եղել զինծառայության 18 տարեկանում։ Ներկայացել եմ ճիշտ ժամանակին արտերկրում եմ գտնվել կորոնավիրուսի պայմաններում, բավականին թանկ կարողացել եմ միջոցներ ձեռնարկել, որ կարողանանք վերադառնալ Հայաստան, ինքնական մասնակցել զորակոչին։ Երբևիցե չեմ խուսափել, փախուստում չեմ գտնվել, բոլոր կառույցներ ինքնական ու պարտաճանաչ եմ ներկայացել։ 10-11 հատ հիվանդություն ա եղել, որի մեջ նաև եղել է հելիկոբակտեր, էրոզիաներ, կարդիալփականի անբավարարություն, կոլիտ, բուլբիտ եւ մի շարք այլ աղեստամոքսային համակարգի խնդիրներ։ Ոչ աշխատունակ վիճակում եմ գտնվել ու չեմ կարողացել ոչ մի կերպով իմ կյանքը հանգիստ ապրել այդ առողջական խնդիրների պատճառով։ 2020 թվականի զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովը սահմանափակումներով պիտանի է ճանաչում։ Այլընտրանքային ծառայության դիմում եմ ներկայացրել, քանի որ հանդիսանում եմ ԵՈՎԱ-ի վկա եւ ունեմ զինվորական ծառայությունը աշխատանքային ծառայության փոխարինելու դիրքորոշում։ Հիմա այս պահին իմ վրա հարուցվել է նորից խուսափման կետով քրեական գործ զորակոչից խուսափելու, չնայած որ ես ոչ պրոբացիայի կողմից, ոչ մեկի կողմից չեմ կարողացել ծանուցվել։ Կարծում եմ, որ ըստ եվրոպական դատարանի ու մարդու իրավունքների իրավունք չունեն ինձ եւս մեկ անգամ քրեական գործ հարուցել իմ վրա ու դատապարտել, ազատազրկել, քանի որ ես արդեն պատիժ եմ կրել։